Մեզ համար 2023 թվականի ողբերգական դեպքերը շատ մեծ փորձաքար էին մեր համակարգի համար, որովհետև ինչպես նաև Բժիշկ Հովհաննիսյանը ասեց, միանգամից մեծ թվով պացիենտներին սպասարկելը իսկապես շատ առաջատար անգամ կլինիկաների համար իսկապես խնդրահարույց էր։ Այո, մոբիլիզացվելու, այո, մեր հիանալի բժշկական թիմի եւ ոչ միայն հենց այստեղի, այլ նաեւ մեր մյուս կենտրոններից միացած եւ անգամ այլ երկրներից ժամանած թիմերի միջոցով մենք կարողացանք հնարավոր դարձնել այդ ժամանակ մեր պացիենտների բժշկական օգնությունը, բայց մեզ համար առաջնահերթություն էր, որ մեր վիրահատարանները, վերակենդանացման բաժանմունքները պետք է դառնան լավագույնը։ Եվ քանի որ այս կենտրոնը չի կարող չաշխատել եւ վերանորոգվել, մենք ընտրել ենք այս առաջնահերթությունների սկզբունքով, սկսել ենք տանիք հիմնարար վերանորոգման աշխատանքներ եւ հենց առաջինը ավարտեցինք այս բաժանմունքը, որոշ ուրեմն սենյակներ, հիվանդասենյակներ եւս ընթացիկ վերանորոգվել են եւ վերանորոգվում են, բայց մենք այսպես քայլ-քայլ ավարտելու ենք ամբողջական շենքի վերանորոգումն ու հագեցումը։ Ունենալու ենք այստեղ նաև բարձրակարգ պլաստիկ վերականգնողական բժշկության հատված, որովհետև մեր պացիենտները նաև բարդագույն դեպքերը հետագայում ունենում են կարիք նաև այս մասով եւ մեր մասնագիտական թիմն էլ, քանի որ առնչվում է ամենաբարդ քեյսերի հետ, իսկապես Հայաստանի լավագույն ուրեմն մեր մասնագետներն են։ Առաջիկայում աշխատանքները շարունակվելու են եւ մենք, ինչպես ասեցի, ամբողջական այս կառույցը լինելու է գերժամանակակից, հագեցած նորագույն ստանդարտներով։ Իհարկե, ինչպես բժիշկը ասեց, մենք միշտ պատրաստ լինելով, բայց հույս ունենալով, որ չենք ունենալու այսպես արտակարգ իրավիճակներ, բայց նաև մենք հասկանում ենք, որ կենցաղային այրվածքները, այո, այս ուղղությունը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Պատասխանեմ ձեր հարցին։ Պետության մասնակցությունը վերանորոգման հետ կապված ինչքան եղել Տիկին Ավանեսյան։ 100 միլիոնի 100 ընդհանուր առմամբ 160 միլիոն 160 միլիոն, որից ուրեմն տանիք, վերանորոգում այս հատվածն է, մեր ինչպես նշվեց նաև աշխատել ենք մեր ֆրանսիացի գործընկերների հետ եւ Վարդանյան հիմնադրամի հետ եւ այս նաև գործակցությունը ելի ունենք տարիների փորձ, որ պետությունը մի կարելի ասել մեծ հատվածը վերակառուցման, վերանորոգման իրականացնում է եւ նաև մեր երկրի շատ այսպես պատասխանատու անձինք էլ ցանկություն են հայտնում մասը կազմելու նման ծրագրերի։ Հաջորդիվ այս 160 միլիոնին ավելանալու են նաև պետական միջոցները, որոնք կուղղվեն նաև այլ հատվածների վերանորոգմանը։ Առավելագույնը 100 հիվանդ այսինքն կարող են ընդունել այս բաժանմունքը։ Հիվանդանոցը նախատեսված է 60 հիվանդ ընդունելու համար, բայց արտակարգ իրավիճակների ժամանակ մենք կարող ենք ծավալել 100 մահճակալ։ Եվ եթե գործընկերները այս թեմայի հետ կապված հարցեր չունեն, այդ հարցերի անդրադառնան։ Տիկին Ավանեսյան, քիչ առաջ առողջապահության հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ հրաժարվում է նախագահի պաշտոնից եւ առաջիկա ընտրություններին էլ չի մասնակցելու։ Սա հաջորդում է նրա մի ուշագրավ հայտարարությանը, որին նաեւ Facebook-ում դուք եք անդրադարձել զինվորների հետ կապված, որ նա ասել էր Հայաստանին միայն զինվորներ պետք չեն, այլ նաեւ խելացի գլուխներ են անհրաժեշտ։ Կապ կա, դուք տեղեկություններ ունեք, դուք որևէ կերպ քանի որ անդրադարձել եք թեմային անուղակի Facebook-յան գրառմամբ խոսակցություն ունեցել եք թե ոչ։ Այո, ես Տիկին Հունանյանի հետ խոսել եմ եւ կարծում եմ նրա այսօրվա քայլն էլ խոսում է նրա բարձր մարդկային արժեքների մասին, որ անձը շատ պատասխանատու է մոտենում, այսօր ինչպես նշեց, քաղաքականությունը շատ ինչպես ասեմ, պատասխանատու գործունեություն է եւ այո լինում են վրիպումներ, բայց ամենակարևորը ունենալ քաջություն վրիպումների արդյունքում նաեւ ճիշտ այսպես դրան անդրադառնալ եւ
հանրային խոսքում հանդես գալ եւ իհարկե այս քայլն էլ ես կարծում եմ իսկապես գնահատանքի արժանի է։ Նավանեսյան առողջապահության ապահովագրության եմ ուզում անդրադառնալ։ Մարդը դառնալով ապահովագրական համակարգի շահառու կարգավիճակ ունենալուց հետո օգտվելու է։ Հետաքրքիր է այդ ինչ ձևակերպում է։ Արմեն, բայց նաև մեր դեսպանատան գործընկերներն են էլի ուզում խոսալ։ Բան չանենք։ Եվ Տիկին Ավանեսյան առողջապահական այս ապահովագրության հետ կապված ի վերջո այդ համընդհանուր ապահովագրության օպերատորի մրցույթը ինչ փուլում է, արդյոք հայտարարվել է, թե չէ որ ընկերություններն են դեպի տեղական եւ միջազգային։ Ուրեմն տեսեք, մենք 2016 թվականից ունենք Արմետ միասնական տեղեկատվական համակարգը իր օպերատորով եւ այդ օպերատորը կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում այսօր էլ սպասարկում է։ Բայց գիտեք, որ տեխնոլոգիաները շատ սրընթաց զարգանում են եւ մենք ապահովագրական նաեւ շրջանակներում անընդհատ ընդլայնելու ենք մեր թվային գործիքները, հնարավորությունները եւ շարունակաբար նոր ուրեմն շրջանակների համար մրցույթներ ենք իրականացնում, դրանցից մեկը արդեն իսկ ամփոփվել է, մրցութային հանձնաժողովը առաջիկայում կիրականացնի հայտի կամ հայտերի ուրեմն բաները, գնահատումը եւ հանդես կգանք արդեն ավարտման ժամանակ կիմանանք ունենք հաղթող, չունենք հաղթող, ով է հաղթողը։ Եվ համակարգը գործարկել առանց օպերատորի Նարեկ ջան, բայց ես հենց հարցից պատասխանը դրանումն էր։ Ժորժ ջան, մենք որ օպերատոր չունենք, բա Արմեդը, որ հիմա բոլորը բացել եք, բա այդ ինչա որ Դրանցվել Արմեդով որ ժողովրդի լեզվով ասած կախում է անընդհատ։ կփոխանցեք մեզ այդ բողոքները։ Կախում է պարզապես համակարգը Տիկին Ավանեսյանը։ Ինչը ձեր հավելվածն է կախել, թե ինչն է կախել։ Օրինակ իմ հավելվածին ասում է, որ ես ընդգրկված չեմ ապահովագրության այդ շահառուների ցանկում, բայց օրենքի պահանջներին համապատասխան։ Ուրեմն եթե տեխնիկական խնդիր է, որ ձեր կարգավիճակը ճիշտ չի արտահայտվել, ուրեմն պետք է այդ հարցին էլ ինքը ունի ընթացակարգ ինչպես ուղղել իրավիճակը։ Մենք օպերատոր ունենք, այն հատվածով, որ այսօր գործարկված է, հաջորդիվ հավելյալ ծառայությունների մասով լինելու են ընդլայնումներ։ Եվ Արմեդը կարողանում է ամբողջապես քաղաքացիների անձնական տվյալները պաշտպանել, թե ոչ։ Միանշանակ դա օրենքով հստակ կարգավորված դաշտ է եւ բժշկական գաղտնիքն էլ հանդիսանում է ամենաբարձր պաշտպանության շեմ ունեցող անձնական տվյալները, այս ընթացքում էլ ուրեմն մենք թե սերվերային մեր տնտեսության եւ անվտանգության միջազգային ստանդարտների առումով ահռելի մեծ աշխատանք ենք իրականացրել եւ այո։ Եթե թույլ տաք մի հատ թոշակառուի հարց եմ ուզում փոխանցել։ Տիկին Ավանեսյան թոշակառուից մեկը ունելամես ու ապահովագրական ծախսերը քանդում կառավարությունը փոխում եւ ասում է չպետք է մեկնաբանական եւ կոնկրետ աչքի վիրահատության կարողանում կենսաթոշակառուի տրամադրում է ամենաճայթիկական լինզան ցերեկ ու հարցնում է այսպես ստացվում որ թոշակառուների բաժակայում մատուցվելու է ամենաուժան ոչ որակյալ բժշկական ծառայություն։ Գիտեք, եթե 50,000-անոց անգլիական միջազգային հայտնի բրենդը համարվում է էժանատին, բան չունի։ Գիտեմ, որ համարվում է լավ։ Այն փոխհատուցման առավել արժեքը, որ մենք տրամադրում ենք, 50,000 դրամը, բարբեր ծառայությունների շրջանակներում։ Եվ Տիկին նախարար, ինչ խնդիրներ կան, որոնք մինչև հիմա լուծված չեն, օրինակ քաղաքացին գնում է հիվանդանոց, ունի եւ հաշմանդամության կարգօրինակ եւ ունի ապահովագրության այդ փաթեթի շահառու է, հիվանդանոցն ասում է գնա ուղեգիր բեր, մինչև ուղեգիրը չլինի չենք ընդունելի, պոլիկլինիկան ասում է, քանի որ արդեն հիվանդանոցում է, ես ուղեգիր չեմ կարող տալ։ Հիմա այստեղ խնդիրը որ դա ում դաշտում է, ով պետք է լուծի։ Տեսեք, հարգելի գործընկերներ, իհարկե ունենք խնդիրներ, բազմաթիվ ընթացիկ կարգավորման ենթակա խնդիրներ կան եւ ես նորից ուզում եմ ընդգծեմ եթե մի բարեփոխում ներդրման արդյունքում նոր գործելու շրջանակ ու անհարմարություններ չի ստեղծում նշանակում է դա փոփոխություն չի բարեփոխում չի այո մենք այսօր էլ ունենք օպերատիվ խումբ որը ամենօրյա ռեժիմով զբաղված է ընթացիկ կարգավորումներ փոփոխություններ, շտկումներ, բարելավումներ անելու առումով կներեք էլի վերջացնեմ։ Մենք ունենք 40,000 ուժ աշխատողների մեծ բանակ։
ովքեր որ պիտի այս նոր համակարգի հետ նաև ընթացիկ այդ հիվանդանոցի դերակատարումը, պոլիկլինիկայի դերակատարումը, այս բոլոր դերակատարումների առումով մի փոքր ժամանակ է պես ամբողջապես հարմարվելու, բայց ես ուզում եմ ընդգծել։ Մենք ընդամենը 3 շաբաթ է, որ աշխատում ենք լրիվ նոր համակարգում, 1,600,000 հոգու ներառումով եւ այն ջանքերը, որ թափում են մեր բուժաշխատողները, մեր նաեւ վարչական պատասխանատվություն կրող անձինք եւ այդ ջանքերի արդյունքն է, որ այո, մեր խնդիրները ընթացիկ են, կարգավորելի են։ Բայց պարզապես 1,600,000-ն էլ չեն հելել, չէ՞ գնացել հիվանդանոցներ։ Բայց մենք 1,600,000 հոգու տվյալների կարգավիճակ շնորհելուց սկսած արդեն գործարկում անում ենք։ Այդքան մարդու զանգերին պատասխանում ենք, այդքան մարդու հարցերին պատասխանում ենք եւ այլն եւ այլն։ Այո, նրանք բոլորը միասին չեն գնացել հիվանդանոց, բայց այդ շահառուների խմբին սպասարկման աշխատանքները դեռ սկսել են դեկտեմբերի վերջի շաբաթից։ Տիկին Ավանեսյան հարց արտահայտությունից սոցիալական փաթեթի շահառու քաղաքացիները, ովքեր վճարումները անում են կամ սոցիալական փաթեթի 72,000-ից կամ իրենց աշխատավարձից, նրանք հունվարին հաջորդ տարվա, երբ արդեն եկամուտները հայտարարագրեն, կարող են այդ գումարը հետ ստանալ իրենց սոցիալական կրեդիտից 100,000-ից։ Նախկինում էլ սոց փաթեթի շահառուները սոց կրեդիտավորման մասով առողջապահական չէին կարող հետ ստանալ այդ գումարները։ Նրանց համար կարգավորումները չեն փոխվել։ Իրենց համար այդ սոց կրեդիտներից հետ ստանալու մեխանիզմը աշխատում է միայն ատամնաբուժական ծառայությունների մասով։ Եվ այս մասով որևէ բան չի փոխվել։ Տիկին Ավանեսյան գրիպի դեմ պատվաստանյութերի խնդիր հիմա ունի հանրապետություն կան, որտեղ ասում են, որ պոլիկլինիկային հասանելի չի, հա։ Մենք ուրեմն այս տարի 200,000 մոտ դեղաչափ պատվաստանյութ ենք ներկրել եւ պիտի ասեմ, որ գրիպի դեմ պատվաստման հիմնական ճիշտ շրջանը դա մինչև հունվար ամիսն է եւ մենք այս տարի շատ կարծում եմ օպերատիվ աշխատանքի արդյունքում սեպտեմբերից սկսած պատվաստումները ապահովել ենք։ Ունենք դեռ մնացորդային քանակներ, բայց ուզում եմ ասել, որ հարգելի գործընկերներ, գրիպի պատվաստումը ունի շրջան եւ դա օպտիմալ շրջանը մինչեւ հունվար ամիսն է եւ օրինակ գարնանը պատվաստվելը արդեն այդքան արդյունավետ չէ։ Դրա համար խնդրում եմ հաջորդ տարի էլ հնարինը շուտ գնացեք, պատվաստվեք եւ շատ ուրախ եմ, որ մեր քաղաքացիները նաեւ նրանց վստահությունը ամեն տարի ավելանում է, աճում է եւ իսկապես մենք ցուցանիշների շատ լավ աճ ունենք այս մասով։ Եվ Տիկին Ավանեսյան դուք հստակեցել եք ինչքան պարգևավճար եք ստացել, թիմն ասել էիք։ Ես կարծում եմ կառավարության անդամները եւ կառավարությունը եւ ես ճեպազրույցին այս հարցի մանրամասն սա այս հարցը շատ հետաքրքիր է, որ կառավարության բաց ուրեմն որոշման եւ պետական մարմինների աշխատիկիցների հետ հանդիպման ժամանակ մանրամասն քննարկման ժամանակ որևէ արձագանք չէր ստացել եւ շատ հետաքրքիր է թե ինչու են ժամանակ չէր նույն լրագրողները չեն հետաքրքրված եղել սա թվերի մասին սա թափանցիկ բաց գործընթաց է աշխատավարձի հավելյալ արդյունքների հիման վրա փոխհատուցման եւ այո պետական մարմինների աշխատողները ինչպես մասնավոր հատվածի պետք է ունենան աշխատավարձ որպեսզի մենք լավ մասնագետներ ունենանք։ Ներողություն Տիկին Ավանեսյան, եթե ամեն ինչ բաց եւ թափանցիկ է, ինչպես օրինակ պարոն վարչապետը 30-40 րոպե կառավարության նիստին տրամադրում է եւ թվարկում է փողոց առ փողոց կտուր առ կտուր թե որտեղ ինչ արվել, ինչու այս նախագիծն էլ այդպես մեծ ժամանակահատվածով չքննարկվեց, այլ դա չզեկուցվող բանով է ձևաչափով է անցել մեկ ձեռք Սխալվում եք Նարեկ ջան։ Չի քննարկվել որ 3.5 Կառավարության նիստին ես եմ ներկա եղել, դուք էլ հետևել եք պարոն Խաչատրյանը մանրամասն զեկուցել է հենց կառավարության նիստին։ Տիպը որ հնչեր այդ ժամանակ Հարգելի գործընկերներ, այդ ժամանակ ընդունվում էր կառավարության որոշումը, որը մեխանիզմները, գործընթացները եւ սկզբունքները հաստատել է այդ ժամանակ թիվը հայտնի չի կարող լինել եւ հետագայում էլ
Նորից եմ կրկնում, շուտով հայտարարել կլինեն, բոլորինը կբացեք հերթով կնայեն։ Եվ Իսկ դուք հայտարարում անում եք ձեր եկամուտների, թե չէ դեռ։ Հետաձգել է ձեր իշխանությունը Շատ վատ է, տեսեք, կառուցմամետելա շատ կարևոր է։ աշխատավարձերը այդ ավտոմատ Ոչ, եկամուտների հայտարարումը Տիկին Ավանեսյան եւ ամփոփելով այս շրջայցը ճիշտ էր, որ մենք բոլորս ես, դուք եւ մյուսները առանց համապատասխան հանդերձանքի մտանք այրվածքաբանական կենտրոն եւ այս ձեռքբերումների հետ ծանոթացանք, թե պետք է ամեն դեպքում կրեինք բախիլներ, Եթե նկատեցիք, մենք այսօր պացիենտներ չունենք այստեղ եւ այո, ճիշտ է, մեզնից հետո կանցնի ամբողջական ախտահանում եւ հետագայում, եթե կունենաք առանձին արդեն պացիենտների նաեւ փորձառությունը ուրեմն հարցախույզ անելու ցանկություն, մենք սիրով դա կտրամադրենք, այդ ժամանակ ձեզ ոտից գլուխ կհագցնեն, պատշաճ ձևով նոր կմտնեք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար